Բայլույս սիրելի հայրենակիցներ, ինչպես խոսք էի տվել ԿՊ-ական թալանչիներին, որ առավոտ շուտ ես 9:30 ուղիղ եթերում եմ լինելու եւ սկսելու եմ բացահայտումների շարքը, Տիգրան Ավինյան, սա քեզ է վերաբերվում, սիրելի հայրենակիցներ, ԱԱԾ-ի դատախազության այն մնացածին, որ հրավիրել էի ուղիղ եթեր, միգուցե մի չմիանամ, բայց հետո կդնեն կնայեն, ընդունեք նաև հանցագործության մասին հաղորդում, թե ինչպես են ԿՊ-ականները թալանում ժողովրդին։ Ուրեմն տեսեք, սիրելի հայրենակիցներ, ինչա տեղի ունենում։ Երևան ավտոբուս ՓԲ-ն անցկացնում է մրցույթ, ծածկագրի համարը հրապարակում եմ, որը նշել եմ նաև որպես վերնագրի մեջ, ԵԱՄԱԱՊՁԲ/26/25 ծածկագրով մեկ անձից գնման ընթացակարգով ձեռք է բերում դիզվառելիք Երևան ավտոբուսի համար։ Բնականաբար շատերդ կասեք, նորմալ է, ձեռք է բերել մարդը, պետք է ավտոբուսները շահագործվեն, թե չէ։ Ինչն է հետաքրքիր։ Այս թալանչիները ձեռք են բերում դիզվառելիքը 1 լիտրը 545 դրամով։ Առաջին հայացքից կասեք ինչ է եղել, բայց եկեք հիմա այս հարցի պատասխանը ստանանք։ Տիգրան Ավինյան, այդ որ մեծաբերանությամբ է զբաղվում, մի քանի անգամ քեզ ասել եմ, որ որտեղ որ ես եմ լինում, թող գնա։ Մենք մեր համար հանգիստ նստած սոխված էինք ուտում, քարոզարշավ էինք անում մենք մեր համար հանգիստ, խոսում ենք ստախոսությունների մասին, որ բաներ ես խոսացել, գցել ես ոտից սուտ ես խոսացել, մեկ էլ սենց օդից եկար ընկար ջեբներս էլի։ Հիմա շատ ուղիղ հարց եմ տալիս։ Ժողովուրդ, նայեք, սրանք թալանչի են, ինչ են արել։ 1 լիտրի գինը ձեռք են բերել 545 դրամով, այն պարագայում, երբ որ քաղաքի բենզալցակայաններում 1 լիտր դիզվառելիքը վաճառվում է 510-ից 520 դրամ։ Այսինքն առաջին քայլով արդեն իրանք մոտարապես 35 դրամ ավելի թանկ են ձեռք բերել։ Բայց ինչն է հետաքրքիր, երբ որ դու մեծածախով ես ձեռք բերում, մեծածախ ձեռք բերելու պարագայում առնվազն 15-ից 20% ավելի դու էժան ես ձեռք բերում։ Ցանկացած տիպի դիզվառելիք։ Դա ես ասում եմ որպես ընկերության տնօրեն, որը ձեռք է բերում եւ դիզվառելիք եւ բենզին է ձեռք բերում։ Այսինքն ինչ է ստացվում, որ այս մարդիկ առնվազն 1 լիտրը ձեռք են բերել շուրջ 120 դրամ ավելի թանկ։ 1 լիտրը 500,000 լիտր ձեռք են բերել իրենք դիզվառելիք շուրջ 120 դրամ ավելի թանկ։ Այսինքն մոտարապես 60 միլիոն դրամ մի ավտոբուս կամ մի ավտոբուսից ավելի շատ թանկ են ձեռք բերել։ Հիմա իմ հարցը շատ ուղիղ ձեզ է։ Այս թալանչիությունն է, թե չէ։ Այդ ընկերությունն ով է, չգիտեմ էլ այդ ընկերությունն ով, որ ընկերության համար ձեռք եք բերել։ Կարող վերջում պարզվի, որ ուղիղ աֆիլիացված է ձեր այդ այս ընկերությունը։ Շատ ուղիղ հարց եմ տալիս։ Երբ որ շրջում ես քաղաքապետարանի կողքով, մեկ էս հերվից շշնջում են ականջի, ասում են, բա իմացար ես վերջի թալանչիությունը։ Տիգրան Ավինյան, շատ ուղիղ հարց եմ քեզ տալիս, պատասխան տուր, գլխավոր դատախազություն, քննչական կոմիտե եւ մնացածներ, պատասխան տվեք, ինչպես է ստացվում, որ մայիսի 6-ին ձեռք է անցկացվում է մրցույթ, մրցույթի տվյալները հրապարակել եմ ձեզ, 1 անձի գնման ընթացակարգով եւ շուրջ 120 դրամ ավելի թանկ գնով ձեռք է բերվում դիզվառելիք Երևանցու հաշվին, մեր ժողովրդի հաշվին, պատասխան տուր, այս թալանչիությունն է թե չէ։ Դա 1, երկրորդը Տիգրան Ավինյան, այդ բացահայտումների շարքը որ գնում են։ Մի հատ ձեր բիրիկ հավաքվեք ԿՊ-ականներով, ձեր պղպճակից դուրս եկեք ու ասեք, այն ավտոբուսների մեջ հիշում եք, ժողովուրդ, այն կոպեկները, որ տանում գցում ենք, այն մանեթիկները, որ կար, դրա շուկայական արժեքը, որ նայում ես, 30-35,000 դրամ է շատ։ Այս մարդիկ շուրջ 130,000 դրամով, եթե ճիշտ եմ գինի հիշում, տվել առել էին։ Ու գիտեք ով էր այդ ընկերության տնօրենը, Նիկոլ Փաշինյանի ղեկավարի, աշխատակազմի ղեկավարի Արայիկ Հարությունյանի տեղակալի Զարայի ամուսինն էր։ Տենց էին ասում, ու տենց է չերկվեց այդ փաստը։ Այսի գիտեք որ տարբերակն է, որ ԿՊ-ականներն իրանք թալանում են, շարժուրն անում են, գցում են մյուսի վրա, խոսում ես մանկապարտեզներից։
Դե բռնվի, հանգիստ նստի ու հաճույք ստացի բոլոր ԿՊԱ-ականներ, թե ոնց եք մանկապարտեզներն ավիրել Երևան քաղաքում, թե ոնց եք 8 միլիարդ դոլար պարտ վերցրել, դուք 8 միլիարդ դոլար պարտք եք վերցրել 8 տարվա մեջ ու Երևանում ոչ մի նոր մանկապարտեզ չեք կառուցել, 0 նոր մանկապարտեզ։ Բացահայտման արդյունքում այս ինչ որ ձեզ հրապարակեցի, սիրելի հայրենակիցներ, ակնհայտ է դառնում, որ իրենց ծանոթ բարեկամներին ենթադրյալ իրանք 1 լիտր դիզլ վառելիքը ձեռք են բերել շուրջ 120 դրամ ավելի թանկ։ Ու մի շատ պարզ հարց է, եթե սա հովանավորչություն չի, թալանչիություն չի, բա ինչ է։ Տիգրան Ավինյան, քո ենթակայության տակ Երևան ավտոբուսն ու Երևանի քաղաքապետարանը ոնց է իրան թույլ տալիս մեկ անձի գնումով շուրջ, նորից եմ կրկնում, 120 դրամ ավելի թանկ գնով ձեռք բերել։ Շատ հետաքրքիր է։ Կարող է վերջում էլի այդ նույն կապիկությունն անեք, ասեք նախկիների հետ կապված էր այդ ընկերությունը, գիտեք։ Այդ ենի է, երբ որ գնում ասֆալտը քանդում, ասում եմ փոշու ցեխի մեջ ասֆալտ է կանում, անթույլատրելի է, այս մարդիկ ինձ ասում էին, գիտությունների տեխնացու մարդը սամոթ չի գնում ասֆալտ էս քանդում, երբ որ անձրևը գալիս է, ջունը գալիս է, ասֆալտը քանդվում է, իրանք էլ փողը տալիս են, ընդունում են, հանձնումը լինում, ասում են ամեն ինչ թույն է, վերջում այս քանդվում, ասում են նախկիններին է, բա որ քննադատում այդ ժամանակ դուք ուրեք, հիմի նույն բանն էս է, ժողովուրդ, շատ ուղիղ ասում եմ, այս մարդիկ միայն մեկ գնման ընթացակարգով շուրջ 60 միլիոն դրամ գրպանել են։ Փաստերը դա է խոսում, ասում ես սովորաբար, երբ որ մեծածախը ձեռք են բերում, ժողովուրդ, մեծածախը ավելի էժան է լինում, բայց իրանք նույնիսկ մանրածախում բարոյականության աստիճան հասկացեք, էլի Երևանի լցակայաններում դիզլ վառելիքը վաճառվում է 510-ից 520 դրամ, իրանք ձեռք են բերում մեծածախով, բիրիքով մեծ քանակի դիզլ վառելիք 500,000 լիտր շուրջ, թե ավելի շատ, թող իրանք կանգնեն ասեն, ու իրանք նորից եմ կրկնում, դա ձեռք են բերում ավելի թանկ։ Փոխանակ դա